Եվ որ ընթերցում ենք Եփեսացիների նամակը, առաջի բանը կասեմ, որ աչքի ընկնում այն է, որ ինչքան Աստված մեզ կարևորում։ Որ ընթերցում ես, որ ինչ է մեզ արել, հա, ինչ է ասել ով ենք մենք իր համար, ինչքան ինքը կարևորել է մեզ դրանով։ Եվ թե ողջ Աստծո արչագործության մեջ չկա մեր մարդկանց փրկվածների, հա, Հիսուս Քրիստոսով փրկվածների նման արտոնավորված, կարևորված անձնավորություն։ Մեկը ում համար Աստված իր որդուն ուղարկեց աշխարհ չարչարվելու, մարտանալու, չարչարվելու, մահը ճաշակելու համար, անմահը մահը ճաշակեց։ Ու դա ես ու դու ենք։ Մենք երբեմն մոռանում ենք, մենք մեր Սուսաննա որ առաջնորդեց աղոթքի, ոնց որ այդ մոռանում ենք մենք ով ենք մենք էլի, մենք ավելի շատ այդ գողյաթիկների չեն իրանք էլի այդ մեր խնդիրները, գողյաթիկների առաջ բան ենք ելնում, թուլանում ենք, վախենում ենք, չգիտեմ, որտեղ մոռանում ենք ով ենք մենք էլի, իրապես ինչքան Աստված մեզ կարևորել, ով է մեր Աստվածը, ինչը Դավիթը գիտեր, չէ, դրա համար Գողիաթի ոչ տեսքին էր նայում, ոչ իր ահավորությանն էր նայում, այլ նայում էր, որ հարմար քարեր գտնի այդ գլխի համար։ Դու էլ մի վախեցի Գողիաթի տեսքից, քո խնդրի, հիպոթեքի, չգիտեմ, աշխատանքի, հիվանդության, հարմար քարեր գտիր, խոսք գտիր Աստծոց, Աստծո խոստումները գտի քո համար, գտի ու հռչակի, գտի ու հավատա, գտի ու գործի։ Ինչքան ընդունված ենք մենք, ով ենք մենք Քրիստոսի մեջ նստեցված երկնավորների մեջ, գալիքի մեջ, որպեսզի իր քաղցրությունը հայտնի մեզանով, վաու, մեզանով, պատկերացնում եք ողջ արչագործությունը, մեզանով պետք է ճանաչի ինչքան բարի Աստված։ Ուրիշ ես ինձ նայում եմ, չէ, հələ ծողերին հարցրեք, շատ հեռու է բարությունից Աստծո հայտնելու, բայց ծողեր ջան, Աստված նենց է կամեցել, ինչքան մենք ընդունված ենք իր կողմից, ու իր ընդունելությունը չի գալիս ով ենք մենք դրանից, ինչքան կատարյալ ենք ես ու դու, ինչքան կատարյալ է իր սերը մեր հանդեպ, ինչքան կատարյալ է իր նվիրումը մեր հանդեպ, իր հաստատումը մեզ, որ ինքը հաստատում է մեզ շարունակաբար, ով ենք մենք, իր հայտնություններով, իր խոսքով, իր հոգիով, իր եկեղեցիով, իր սուրբերով, իր մեր կյանքում բնական ու գերբնական ներգրավվածությամբ հաստատում է շարունակաբար, որ մենք կարևոր ենք, որ մենք ընդունված ենք, որ այն ինչ որ ինքը որոշել է ու խոստացել է, ոչինչ չի փոխում։ Ու այս Եփեսացիների նամակը այս իմաստով յուրահատուկ է, ու գրել է մեկը, որը Եփեսոսում լավ եղել է, ինքը մոտ 3 տարից առաջ Պողոսը Եփեսոսում լավ գիտեր Եփեսոսի եկեղեցին ու իրականությունը։ Մեր խնդիրն անում է, երբ որ մենք ընթերցում ենք ինչ-որ մի նամակ, օրինակ Կորինթացիները կամ Եփեսացիները կամ Հռոմեացիները, մեզ թվում է Պողոսը մեզ է գրել։ Չէ, տենց առաջի դեմքով ենք, ոնց որ Պողոսը ինձ նամակ է գրել, ես կարդում եմ, բայց ինձ չի գրել, մեզ չի գրել ինքը։ Գրել է Եփեսոսում եղած եւ գրել է իմանալով հատուկ իրադրությունը Եփեսոսի կամ Կորինթացիներին Կորինթոսի իրադրությունը, դա համար այն շեշտադրումները, որոնք ունի, մենք երբեմն վրիպում ենք, որովհետեւ չենք հասկանում, իսկ ընթերցողները հասկանում էին Պողոսի ինչ ակնարկում իրականում, այս ֆրազան ինչ է նշանակում, այս միտքը, այս բառը անգամ ինչ է ակնարկում Պողոս, որովհետեւ իրանք այդ իրականության մեջ էին։ Եփեսոսը ամենադժվար տեղն էր Պողոսի համար իրականում։ Կորինթացիները կարող ամենամեղքերով շատ տեղներ, բայց դժվարության իմաստով ամենադժվար տեղն էր։ Այդ դժվարությունն էր պատճառը, որ 3 տարի Պողոսը մնաց Եփեսոսում, որտեղ ուրիշ տեղերում հեշտ էր, արագ, ասենք, մի տարվա մեջ եկեղեցի էր բարձրացնում, բայց Եփեսոսում 3 տարի մնաց։ Ու կարևորագույն կարելի ասել հայտնություն պարունակող Քրիստոսի եւ եկեղեցու հայտնություն պարունակող նամակը գրեց այդ եկեղեցուն։ Հետագայում տեսնում ենք Տիմոթեոսին ուղարկեց Եփեսոս։ Հետո տեսնում ենք Հովանես Առաքյալը վերջի ողջ մնացած գնաց Եփեսոս նորից։ Կարծես ինքը այդպես պայքարի ճակատամարտային տեղ էր։ Գիտեք որ պատերազմներում կան այդպես հանգուցային տեղեր,
ռազմավարական կետեր, որոնց գրավումը նշանակում է պատերազմը վերջացավ։ Հիմնականում դրանք կամ մայրաքաղաքներն են, կամ ինչ-որ հանգուցային տեղեր են, որոնց գրավումը որոշում է մեծ փոփոխություն, հա, պատերազմի ընթացքի մեջ։ Եփեսոսը նման իրականություն էր։ Իզուր չի, որ Եփեսոսի նամակը վերջանում է պատերազմի կոչով։ Հոգևոր պատերազմի, բայց դա պատերազմի կոչ է։ Որովհետև այդ տեղում կարծես այդ հաղթանակը որոշելու է մնացած բոլոր իրականությունների, վայրերի հաղթանակը։ Ունդեղի պարտությունը կարող է շատ ծանր ազդեցություն ունենա թագավորության համար։ Եկեք նայենք ինչ է դա նշանակում նաև այսօր մեր համար։ Նախ հասկանանք Եփեսոսը։ Հռոմեական կայսրության երրորդ մեծ քաղաքն էր, գտնվում է հիմիկվա Թուրքիայում, կարծում եմ քարտեզի վրա դա Էգեյան ծովի ափին, եթե քարտեզով նայում ենք, ես հիմա իմ կողմից եմ ցույց տալիս, բայց ձեր կողմից այս կողմ պիտի գնալ, եթե պատկերացնենք Էգեյան ծովը Թուրքիան, հա, դեպի Հունաստանի ափը, ամենաարևմտյան կողմը, Իզմիր քաղաքի մոտ ներկայիս։ Իզմիրն էլ Սմուրնյան է, Աստվածաշնչյան։ Կարելի ասել, որ Եփեսոսում մարդկային լավագույնը եւ վատագույնը համադրված էր, որտեվ Եփեսոսում էր գտնվում օրինակ հայտնի Սելսիուսի գրադարանը, մի քանի հազար այն ժամանակվա կարծեմ երկրորդ թե երրորդ գրադարանն էր, առաջին Ալեքսանդրիայում էր, երկրորդը երևի երկրորդը Եփեսոսում էր, հարուստ, նաև համալսարան, հա, մտքի, փիլիսոփայության, գիտության ծաղկման վայր էր։ Այդ գրադարանի արկայությունը խոսում է չէ մարդկային մտքի զարգացման, գիտությունների, արվեստի զարգացման տեղ։ Մեծ թատրոն կար, ես եղել եմ անձամբ այդտեղ, մոտ 25000-անոց թատրոն, այն ժամանակվա համար, երբ որ այսպես տեխնիկա չկար եւ 25000 հոգի կարող էին լսել հռետորին, դա լուրջ ճարտարապետական եւ ֆիզիկայի օրենքների, չէ, ակուստիկայի օրենքների ճանաչման մասին է խոսում։ Մինչեւ հիմա այդ կա, ու Պողոսը այնտեղ քարոզել է, խորհուրդ կտամ, եթե առիթ կլինի գտնվել Թուրքիայում Իզմիրում, անպայման գնացեք Եփեսոսը տեսեք։ Շատ տպավորիչ է, Պողոսը այդտեղ կանգնում ես, մեզ Պողոսը այդտեղ քարոզել է, ու մարդիկ լսել են։ Արտեմիսի տաճարն էր այնտեղ, որ ճարտարապետական իմաստով շատ գեղեցիկ կոթող էր, մարդկային նորից հանճարի դրսևորման եւ աշխարհի 7 հրաշալիքներից մեկն էր համարվում, հետո իհարկե ավիրվեց քրիստոնյաների կողմից իր պատճառներով իհարկե։ Ու այս ճարտարապետության, արվեստի, գիտության, հա, այդ կարելի ասել մարդկային, չէ, լավագույն դրական լույսի, չէ, այդ կարծես դա դրսևորումն է։ Մենք քաղաքակրթությունները, քաղաքները, մարդկանց չափում ենք, չէ, դրանով։ Չափում ենք իրանց կրթվածությամբ, չէ, իրանց արտաքին հագուկապով, իրանց վարքով, չէ, նորմալ է, չէ, չափել մարդուն, գնահատել իր դրսևորումներով։ Չէ, մենք տարբերում ենք, չէ, կիրթին անկիրթից։ Ոչ թե լավ ու վատ իմաստով, այլ գոնե տարբերելու իմաստով։ Համաձայն եք ժողովուրդ։ Կա չէ տենց բան։ Ու կարելի ասել այդ լավագույն դրսևորման հետևում, այդ ֆասադի հետևում կար մեկ այլ խավար իրականություն։ Ու ամեն մարդ էլ է այդպես։ Մարդիկ ունեն դրսևորվող առաքինություն, գեղեցկություն, հա, շնորհք, վարք, քաղաքակիրթ նիստուկած, բայց դա չի նշանակում, որ դրա հետևում նույն լույսն է իրանց սրտի մեջ, իրանց վարմունքի մեջ, իրանց մտադրությունների մեջ, դիտավորությունների մեջ, շարժառիթների մեջ։ Ու Եփեսոսը ճիշտ այդ մարդկային բնության նման էր։ Արտաքին այդ լույսի ձեռքբերումների հետևում կար խավարը, կար դիվապաշտությունը։ Արտեմիսի տաճարը չէր միայն այնտեղ, դա պաշտամունքն էր նաև այնտեղ, երկրպագության կենտրոնն էր, ու բոլոր հռոմեական ու հունական կայսրությունից գալիս էին հատուկ այդ պաշտամունք, ինքը ուխտի վայր էր, կարելի ասել, ուխտավորության վայր էր։ Ու Գործք Առաքելոց 19-րդ գլուխը կարդալով տեսնում ենք, որ ինչ բախումներ ուներ Պողոսը այդ տեղի, չէ, այդ բիզնեսի հետ, այդ խավար դիվական իրականությունների հետ։ Արտեմիսը
այդ Աստվածուհին, որը հռոմեական տարբերակով Դիանան էր, Արտեմիսը այդ Աստվածուհին, չաստվածուհին իհարկե, ինքը բնության հովանավորն էր, վայրի գազանների բնության հովանավորն էր, կույս էր, չէր ամուսնացել, որոշել էր չամուսնանալ եւ պահպանում էր ու պաշտպանում էր կանանց իրանց իրավունքները։ Նման չի այսօրվա իրադրությանը։ Նկատել եք, որ քրիստոնեության անկման հետ աշխարհում բարձրանում է բնության, չէ՞, այդ պահպանության խնդիրը ակտուալ է այսօր, կանանց իրավունքների, կանանց ուժեղ կնոջ կերպարի, չէ՞, որ կայացած կինը տղամարդու կարիք չունի։ Այդ միտքն է, այդ հոգին է մատուցվում։ Իզուր չի, որ բնության պահպանության այդ պայքարի կերպարը ներկայացնում է Գրետա Թունբերգը։ Կին, աղջիկ, կույս, ճիշտ Արտեմիսի նման։ Որով հին դիվական իրականությունը չի փոխվել, թշնամին չի կորել ոչ միտեղ։ Մենք շարունակում է գործել, շարունակում է հին մեթոդները, որոնք լավ աշխատել են, նույն մեթոդներով շարունակում է գործել այսօր էլ։ Իդեպ, նշի որ սխալ է բնության պահպանության հարցերը, բայց հենց այդ ֆասադը գեղեցիկ կարող է լինել, բայց իր հետևում կարող դիվական խավարի ուժերը լինեն հեղինակը ու նպատակը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը լավ բան է, բայց ովքեր են դա առաջ տանում եւ ինչու լրիվ այլ հարց է։ Մի անգամ դες ինձ հրավիրել էին քննարկման, պետական քննարկում էր տարբեր կազմակերպություններից, բարեգործական, նաեւ կրոնական ու քննարկում էր ընտանեկան բռնության կասեցումը, հատուկ օրենք ընտանեկան բռնության կասեցման համար։ Ու մենք բոլորս ասացինք, բայց միթե Հայաստանի Հանրապետության կոնստիտուցիայում արդեն բռնությունը որևէ ձևի բան արված է։ Այսինքն ցանկացած բռնություն օրենքով արդեն արգելված է կամ քրեական հետապնդելի է։ Ինչի է հատուկ մի հատ էլ առանձին օրենքի պատրվակ ստեղծում, որպեսզի դրա միջոցով արդեն տղամարդու դերի, չէ, ծնողի դերի նվազեցում լինի, ծնողը գոռաց երեխայի վրա կամ մի հատ էլ խրատի համար ապտակեց, վերջ, ընտանեկան բռնության հոդվածով ծնողին կարելի է դատել, զրկել եւ այլն։ Արդեն ֆասադը կարծես սիրուն է, ճիշտ է, լավ է, բայց իրականում իր հետևում դևերն են։ Դա համար Պողոսը այդ հոգևոր պատերազմի պայքարի հորդորի համար ասում է, որ սատանայի այդ հնարքներին դեմ դնել։ Որովհետև սատանան չի արճակատում միանգամից։ Ինքը այդ ծպտված, հա, տարբեր սիրուն ֆասադի հետևում այլ իր նպատակները իրականացնելու ռազմավարություն ունի։ Դիվական պաշտամունքի կենտրոնն էր Եփեսոսը։ Եգիպտական Իսիս աստվածուհու պաշտամունքի կենտրոնն էր։ Իսիսը մագիայի, կախարդության աստվածուհին էր։ Իզուր չէր, որ տեսնում ենք նույն գործ կառաքելություն, որ շատ քրիստոնյաներ անգամ բերեցին եւ այդ իրանց կախարդության գրքերը բոլորի առաջ վառեցին ու մեծ խարույկ եղավ ու մեծ գումարի կորուստ էր դա ոմանց համար։ Ինչի որտեվ այնքան տարածված է այդ կախարդությունը, նորմալ իրանց կյանքի մասն էր։ Դրա համար Պողոսը երբ որ խոսում է Եփեսոսի մասին Կորինթացիների նամակում, առաջի Կորինթացիս 15-րդ գլխում, ասում է, որ 15:32-ն է, եթե մարդկորեն ասեմ Եփեսոսում գազանների հետ եմ պայքարել, ինքը նկատի չունի մարդկանց, ինքը նկատի ունի հոգևոր իրականությունը, այն դիվական իրականությունը, որ իր դեմ էր, եկեղեցու դեմ էր, Աստծո դեմ էր։ Բոլոր այդ կախարդությունների, այդ մագիաների, ակուլտիստական այդ պաշտամունքները, որոնք Եփեսոսում առկա էին, իրենց մեջ նաև ներառում են որոշակի սեռական անբարոյականության տարրեր։ Հիմա էլ, եթե ինչ-որ տարօրինակ դիվական կուլտեր կան, անպայման կանայք կամ սեռականություն որոշակի ձևի ներգրաված է։
ու իզուր չի նաև այսօր բաց կնոջ մարմնի, հա, պաշտամունքը կամ չգիտեմ ամենտեղ դա դրսևորել, կապել չունի, հա, կնոջ հետ, բայց անպայման դա ինչ-որ ձևի մատուցվում է, պորնոգրաֆիայի զարգացումը։ Գիտեք, պորնոգրաֆիան իրական նույն դիվական պաշտամունքն է, ներգրաված սեռական մեղքերի։ Դա համար Պողոսը նույն Եփեսոսում հիշեցնում է, այդ բղծությունների, չարությունների անունը անգամ չհիշվի ձեր մեջ, ինչպես վայելասուրբերին, որովհետև Պողոսը շարունակում է դա 4 գլխում, որովհետև սրա համար Աստծո բարկությունը գալիս է աննազանդության որդիների վրա ու դուք հաղորդ մի եղեք դրան։ Բարկություն է գալի Աստծո։ Ինչպես ջրեղեղը եկավ, որպես Աստծո բարկություն, դա կրակն է գալու, որպես Աստծո բարկություն, գալու է այդ բարկությունը։ Հավատան թե չհավատան, իմանան թե չիմանան, Աստված չի համբերելու, հանդուրժելու այս աշխարհը, իր աշխարհը, որպեսզի պղծվի ու ապականվի։ Ու այդ դատաստանի բարկության օրվա մասին մարգարեները խոսել են, խոսում են ու այդ օրը մոտենում է։ Այսպիսին այդեպ մի բան ասեմ, Դավիթից ու Գողիաթից հիշեցինք, Հայկետ ենք զրուցում։ Դավիթը հաղթում էր առյուծին էլ, արջին էլ, ճղում էր առյուծին, արջին, Գողիաթին տապալեց, գլուխը կտրեց։ Այնքան հեշտ է տեսանելի խնդրի հետ կռվելը։ Խնդիր, որը քեզնից դուրս է, պրոբլեմ, որը քո դեմ է, բայց այնքան դժվար է կռվել պրոբլեմի խնդրի մեղքի հետ, որ քո ներսում է։ Ու այդ նույն Դավիթը Բերսեբայի առաջ չդիմացավ արդեն։ Գողացավ, ստեց, սպանեց, շնացավ։ Որը մեղքը ներսում էր։ Հեշտ էր Սավուղի հետ կռիվ տալը, երկու հոցյալներ իրար հետ, մեկը հին, մեկը նոր։ Բայց որ ներսում արդեն օծությունը քեզ չի փրկում։ Եփեսոսը դա կարելի ասել այսօրվա մարդկության, միշտ մարդկության տիպարը կարելի է դիտարկել, մեր համար էլ, ամեն մարդու համար, որպես մարդու կերպար, ու մեր իրականությանն էլ։ Ու ինչա Պողոսը հակադրում դրան, երբ որ գրում է այդ եփեսացիների նամը, գրում է այդ իրականության մեջ, եկեղեցի, որը գտնվում է այդ իրականության մեջ։ Մի կողմից այդ մարդկային լավագույնի դրսևորման իրականությունն է, մյուս կողմից վատագույնի դրսևորման իրականությունն է։ Ու դժվար է այդ իրականության մեջ եկեղեցի լինելը։ Միտեղ որտեղ մի կողմից հոգևոր պայքար կա անդադ, ամեն անկյունում մի հատ կռատուն կա, ամեն քաղաքացի, ամեն մեկինում դու հանդիպես շոն մի աստվածության է պաշտում, փակագծերի մեջ դևի է պաշտում իրականում, որտեղ նույն Պողոս ասում է, երբ որ հեթանոսները զոհեր են անում, իրանց կուրքերին դևերին են զոհեր անում։ Այդ ամեն կուրքի ետևում ինչ-որ դիվական ազդեցություն կա, դև կա կոնկրետ։ Ու դժվար է այդ իրականության մեջ եկեղեցի լինելը, քարոզել ճշմարտությունը, ապրել ճշմարտությունը։ Ու այս մյուս կողմից էլ, որտեղ նրանք ովքեր այդ, չէ՞ որ մենք ոնց որ մատնանշում ենք այդ խավարը, իրանք էլ մատնանշում են, բայց նայեք, մենք էս ունենք, մեր այս գեղեցիկ, չգիտեմ, արվեստը, փիլիսոփայությունը, կյանքը, չէ՞ ոնց որ դու բան ես լինում, ստացվում ոնց որ չարախոս ես, որտեղ դու չես զում նկատես ես լավը, դու անդադ այս վատի վրա ես։ Ինչա Պողոսը հակադրում դրան։ Պողոսը հակադրում է դրան Աստծո գնահատականը։ Մարդկային գնահատականով հնարավոր չի գնահատել որևէ մարդկային իրականություն։ Դա կամ չափից շատ լավ կգնահատվի, կամ չափից շատ վատ կգնահատվի։ Միակ անկեղծ իրական ճիշտ գնահատականը դա Աստծո գնահատականն է։ Ու Պողոսը տալիս է այդ գնահատականը երկրորդ գլխում առաջի խոսքից ընթերցենք, դու կարող եք ձեր Աստվածաշնչում ընթերցեք։ Եվ դուք, որ հանցանքների եւ մեղքերի մեջ մեռած էիք, որոնց մեջ մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի բռնած ճանապարհով, այս օդի իշխանության իշխանի ուզածի պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիների ներսում գործում է, որոնց մեջ մի ժամանակ մենք ամենքս էլ քայլում ենք, մեր մարմնի ցանկությունները, մարմնի ուզածն ենք կատարում եւ մտքի ուզածը,
եւ բնության բարկության որդիներ էինք ինչպես ուրիշները։ Գնահատականը, մարդկային ողջ այդ իրականությանը, աստվածային գնահատականը սա էր՝ մեռած մեղքերի ու անցանքների մեջ, օտարացած Աստծուց, կտրված ներգործության ու գերության մեջ սատանայի իր ուզած անելով եւ իր այդ ոգի ներգործության մեջ գտնվելով։ Սա Աստծո գնահատականն էր։ Մարդիկ գալուց էին Եփեսոս ասում էին, «Օ, ինչ հրաշալի ճարտարապետություն է, ինչ հրաշալի մարդիկ են, չգիտեմ, խելացի, փիլիսոփա, իմաստուն», Աստված նայում էր այլ գնահատական էր տալիս։ Ու եկեղեցին պետք է սովորի աշխարհին նայել Աստծո գնահատականով, ոչ թե աշխարհի ինքը իր գնահատականով։ 7 բան Պողոսը նշում է այստեղ՝ հանցանքների մեղքերի մեջ մեռած, հանցանքների մեղքերի մեջ քայլող, գործող, այսինքն աշխարհի բռնած ճանապարհով, այսինքն աշխարհի մտածելակերպով, արժեքներով, համակարգով, սատանայի ցանկությանն էին կատարում, այդ ոգի ներգործություններ եւ կատարում էինք մեր մարմնի մտքի ուզածը, բնության բարկության որդիներ էինք։ 7 բան Պողոսը նշում է, հետաքրքիր 7 շատ ենք տեսնում Եփեսացիներում։ Եվ դրան փոխարեն Պողոսը նաեւ առաջարկում է Աստծո լուծումը։ Ամեն խնդրին Աստված լուծում ունի իմ ու քո կյանքում։ Չկա անլուծելի խնդիր։ Ինչքան բան է, չէ՞, ինչու մեռած մեղքերի անցանքների մեջ սատանայի Okay, դրան լուծում կա։ Աստված պատասխան ունի։ Քրիստոսի հետ կենթանացած։ Ու ասում է, երբ որ մենք, բայց Աստված որ մեծ է ողորմությունով իր առած սիրո համար, որով մեզ սիրեց, երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենթանացրեց, եւ նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնավորների մեջ Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերի մեջ ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզ տրված քաղցությունով, որտեղ շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ ոչ ոք չպարծենա, որտեղ մենք նրա ձեռագործն ենք կամ նրա ստեղծագործությունն ենք, պոեմն ենք իրականում հունարեն բառն ասում։ Քրիստոս Հիսուսում ստեղծված բարի գործերի համար, որոնց Աստված սկզբից պատրաստեց, որպեսզի նրանց մեջ քայլենք։ Նկատում եք, միանգամից Պողոսը հակադրում է այն ինչ էինք նախքան Քրիստոս, կարելի ասել, կամ Քրիստոսից դուրս, եւ դրան ինչա տալիս Աստված Քրիստոսի մեջ։ Ու միանգամից է կտրուկ է, մեռած էիք հանցանքների մեջ, Քրիստոսի հետ կենթանացրեց։ Դատապարտված էինք, նստեցրեց Քրիստոսի մեջ։ Ուրիշ հոգի էր գործում մեր մեջ, ասում է հիմա հոգին Սուրբ Հոգով լցվեք, Սուրբ Հոգով առաջնորդվեք, Սուրբ Հոգին է գործում մեր մեջ։ Առաջ իր սատանայի ուզածն էինք անում, հիմա ասում է փնտրեք ինչն է Տիրոջը հաճելին, դրա մեջ քայլեք։ Առաջ չէինք կարող Աստծո կամքի մեջ ապրել, հիմա Քրիստոսի մեջ նստածներս, հարություն առածներս հակառակը չեն կարող մեղքի մեջ քայլել։ Հիմա Աստծո կամքի մեջ են քայլում։ Բոլոր այն ինչը բացասական էր, այն ցած ասած մահվան խորությունից մեզ հանկարծ բարձրացրել է երկնքի բարձրության մեջ։ Ու այն հոգին, որը մեզ գերի էր արել, հիմա վերջում կոչ է անում կռվել հենց այդ հոգու դեմ, որովհետև մեր պայքարը մարմնի այրան դեմ չի, չէ, մարմնի այրան դեմ այս մարդկանց դեմ չի, այլ երկնավորներում ով չար ոգիների դեմ է։ Առաջ իրանք էին մեզ նեղում, ստրկացնում, իրանց կամքն էին թելադրում, իրանց ուզածն էին ստիպում անել, հիմա հակառակը մենք ենք կռվում իր դեմ։ Մենք դառել ենք այն ուժը, որ կարող է ջարդել, քանդել իր իշխանությունը, իր ազդեցությունը, իր ներկայությունը։ Բայց ցավոք ոնց որ եկեղեցին քնած է այդ առումով։ Եկեղեցին չի պատկերացնում այն արժեքը, այն կարևորությունը, որ Աստված տվել է իրան երկրի վրա հարց լուծելու, այդպես ասած, հոգևոր աշխարհի մեջ, հոգևոր իրականությունի մեջ։ Տարիներ առաջ մի ռուս ուսանող մի բան արեց, փորձ արեց, սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, հիմա չեմ հիշում իր, ինչ-որ մեկ կարող է հիշի։ Ու փորձը սա էր, ինքը մի խաղ ստեղծեց, խաղը խմբի համար է, հայտնի մաֆիա խաղն է, այսօր շատերը սիրում են խաղում են։ Խաղի իմաստը այս է, որ մեծ խմբի մեջ կան երկու խումբ,
թաքնված խումբը, որը չարագործներն են, ու իրենք գիտեն իրենց, նույնիսկ կարող են 2-3 հոգի ընդամենը լինել, եւ մյուսները սովորական քաղաքացիներ են, կարմիրներ եւ սևեր։ Ու նպատակը է սա խաղի ընթացքում, որպեսզի կարմիրները բացահայտեն սևերին եւ դուրս հանեն, այդպես ասած խաղից, ու երբ որ բոլոր սևերին հանում են, կարմիրները հաղթում են։ Սևերի նպատակն է ինչ անել։ Ամեն կերպ հասնել նրան, որ կարմիրները սկսեն կարմիրների հանել, իրար չարախոսելով, իրար դեմ լարելով, ու երբ որ իրանք լարվում են, սկսում են կարմիրների վրա կասկածել, իրար հանել, սևերը հաղթում են։ Ու մեծամասամբ խաղում հաղթում են սևերը։ Որտեղ մարդիկ, ովքեր կամ անձիկ ունեն գաղտնի ծրագիր ու նպատակ, ծպտված են, ավելի հաջող կլինեն նրանցից, ովքեր խաբար չեն տեսած այդ ծրագրից։ Իրականում շատ նման է հոգևոր իրականությանը, եկեղեցին խաբար չի ինչա թշնամին ծրագրում։ Համար թշնամին շատ հեշտ եկեղեցուն լարում է ինքը իր դեմ, կռվելու իրար հետ, պայքարելու, մրցելու, չարախոսելու, վատաբանելու, մեկը մեկին, կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ, նույն քաղաքի մեջ երկու եկեղեցի իրար շուրջ, նախանց, հակառակություն, չարախոսություն, ու ամենավատն այն է, որ տալիս այն զգացում, որ ապրեք, դուք ամենալավն եք, ձեր նման եկեղեցի չկա, դուք ամենահոգևորն եք, դուք միակն եք, մյուսները չեն։ Ու այդ եկեղեցին ապրում է այդ զգացումը, որ ինքը ամենանն է, ինքը ամենաճիշտն է, ամենալավն է։ Դրա համար այն նրանք սրանք են անում, անկեն չեն անում եւ այլն։ Համար Պողոսը հատուկ շեշտում է 4 գլխում հոգու միությունը խաղության կապով պահել, ներելով իրար, շնորհքանելով իրար։ Որտեղ Պողոսը տեսնում էր ինչա կատարվելու, թշնամին ոնց է գործում, ինչա գործելու եկեղեցու մեջ, խոշոր իմաստով եւ մասնակի իմաստով էլ։ Հակառակություն ու պայքար ստեղծելու, վատաբանելու, չարախոսելու, բաժանելու, ու արդեն թշնամին կարա հանգիստ նստի, մենք մեզ կվերացնենք, մենք իրար դեմ կվերացնենք։ Արևմտյան հռոմեական կայսրություն, արևելյան հռոմեական կայսրություն կռվեցին իրար հետ, վերջում թուրքերն եկան գրավեցին։ Բիզանտիայի նման քրիստոնեական երկիրը։ Պետք է պատմությունից դասեր քաղել։ Ու այսօր այդ նույն դասը մեր կյանքում է, մեր շուրջն է, մեր իրականությունն է։ Մենք չենք կարող շռայլել, թույլ տալ թշնամուն բաժանելու մեզ, չհասկանալու իր ծրագրերը, չտեսնելու իր ռազմավարությունները։ Եփեսոսի իրականությունը շատ լավ, պես ասած, դասագիրք է մեր համար տեսնելու, սովորելու։ Որովհետև ես հավատում եմ Ռեման հասուն եկեղեցի այդ իմաստով։ Ու այս խնդիրները Պողոսը գրում է Եփեսոսին, չի գրում Կողոսացիներին, որոնք մանուկ եկեղեցի էին։ Որովհետև շատ մարգարեական խոսք էր Սամվել եղբոր խոսքը։ Նրանք ով իրանց չափահաս են համարում կամ կատարյալ իշքն չափահաս, պետք է ուժեղ, պետք է կարողանան կրել տկարների տկարությունը, ոչ թե մերժել, առհամարել, վատաբանել կամ չարախոսել։ Պողոսը վերջացնում է համեմատության հատվածը մի հատ կարևոր շեշտադրությամբ, որտեղ նայեք, երբ որ դու ապրում ես մի միջավայրում, որը համարվում է քո երկրի կամ քո մշակույթի լավագույնը, իսկ Եփեսոսը Ասիայի լավագույն քաղաքն էր այդ իմաստով, ասիական մասի։ Եփեսացիները շատ այնց հպարտություն ունեին որոշակի։ Իրանք եփեսացի են, իրանք եփեսոսից են։ Դա մեծ հատուկ պարծանքի տեղեր, պարծանք, որը ի վերջո կարող է հպարտության վերածվել կամ նույնիսկ գուցե հենց այդ հպարտությունն է։ Ու Պողոսը որպեսզի քանդի այդ մարդկային հպարտության հիմքը նաև Աստծո հավատքի, Աստծուն ճանաչելու իրականության մեջ, ասում է դուք շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, սա ձեզանից չի։ Այն որ դուք լավ համալսարան ունեք, գրադարան ունեք, դուք լավ ճարտարապետություն ունեք, խելացի եփեսացիներն եք, դա դրանից չի։ Դա Աստծո պարգևն է ընդամենը։ Այդ Աստված նվիրել է ձեզ։
Դուք չմտածեք, որ դուք ավելի լավն եք կամ առավել եք դրա համար, դուք արժանի եք որոշակի ձևի փրկություն ժառանգելու։ Ոչ, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով իր առած սիրո համար, որով մեզ սիրեց։ Ոչ թե մենք մի քիչ լավն ենք ավելին քան մյուսները։ Մի բան կար, որ Աստված տեսավ մեր մեջ ու հավանեց, ինչը չտեսավ եւ չհավանեց ուրիշների մեջ։ Բացարձակ մենք բոլորս մեռած ենք, բոլորս կորած ենք, սիրելի եփեսացիներ, սիրելի ռեմացիներ, մենք ոչ մեկից առավելը չենք։ Միակ բանը, որ մեզ առավելություն տվեց, դա իր ասերն էր, որ հասավ մեզ։ Եփեսոսը ինտելեկտուալ քաղաք էր, ու մարդիկ հավատքին, ճշմարտությանը վերաբերվում էին ինտելեկտուալ տեսակետից հասկանալու իրան։ Պողոս ասում է, սա ձեզանից չի, գլուխներդ մի ցավացրեք տենց ասած։ Բայց այսօր ցավոք մարդկանց հավատքը ավելի շատ ինտելեկտուալ է։ Մարդիկ ուզում են իմանան շատ, հասկանան շատ։ Իմանալը եւ հասկանալը դեռ հավատք չի, ու չի կարող փրկել։ Ոչ էլ կարող է պահել փրկությունը։ Ու մեր փրկության հիմքը, կատարողը մեկն է, ու այդ մեկը դու չես։ Այդ մեկը նա, ով մեռել ու հարություն առել իմ ու քո համար։ Պատկերացնում եք, երբ որ արչագործությունը գիտեր, հրեշտակները գիտեն, որ Աստված մարդացավ։ Պետրոս ասում է, որ հրեշտակները զարմացած այդ ակնկալությամբ ու շատ իր նայում էին Հիսուսին, նայում էին եկեղեցուն, նայում էին մարգարեներին, որոնք խոսում էին այդ փրկության մասին, ու հետո հիմա Հիսուսը մարդացել է, Գաբրիել ուղարկվեց Մարիամին, ասեց Աստծո հոգին ա գալու քո վրա ու քեզանից ծնված Աստծո որդին ալնելու։ Այդ չտեսնված չլսած իրականություն էր։ Ու Հիսուսը մահացավ խաչի վրա։ Всё Փրկվածները գալիս են երկինք, հրեշտակները պատրաստվել են, ամեն ինչ պատրաստ է, որ փրկվածները գան վերև, ով առաջին եկավ։ Խաչի վրայի ավազակ։ Պատկերացնում եք հրեշտակներին մեկի առաջ, պատրաստ եկավ առաջինը, ով է, բարև ձեզ, դուք ով եք, ես են բանն եմ, ավազակն եմ, մի րոպե, այսինքն հավատացյալ չեք, տենց եկեղեցի չեք գնացել, դա ինչ է, կաթոլիկ եք կամ որն է դա, բա ինչ գործ ունեք ստեղ, կալվինիզմի 5 կետերը գիտեք, երբեք կյանքում չեմ լսել դրանց մաս, լեզուներ խոսում եք, մկրտված եք, դա որն է, բա ինչ գործ ունեք ստեղ, մեջտեղի խաչի մարդը ինք ասեց, որ կարամ գամ։ Ինձ ու քեզ այդ մեջտեղի խաչի մարդն ասել, որ մենք կարան գանք։ Ու դա իրա պարգևն է, ոչ մեկիս շնորհքը կամ առավելությունը չի։ Ես փրկված եմ ոչ թե որտեղ եկեղեցի գնացի, որտեղ 10-րդ տվեցի կամ ծառայեցի, որտեղ Աստված ինձ փրկեց Քրիստոսով։ Հետաքրքիր է սա ասելով, սա Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որոշը չբարձենա, ոչ մեկ մինչև Քրիստոս չի ունեցել ոչինչ, ինչը Աստծուն կհաճեցներ փրկության համար, բայց ասում եմ, բայց մենք իր ձեռագործն ենք բարի գործերի համար ստեղծված։ Ուրեմն հակասություն է կարծես առաջանում։ Մի կողմից ասում եմ ոչ թե գործերից, գործերից եւ գործերով չենք փրկված, բայց մենք փրկվել ենք գործերի համար։ Ինչ գործերի մասն է խոսքը։ Նայեք, Աստված ինքը ամենագործող էակն է։ Հիսուս ասաց իմ հայրը մինչև հիմա գործում է, այսօր գործում եմ։ Աստված գործել է, արչագործությունը դա իր գործն է, հա։ Արչագործության պահպանությունը, որ պահպանվում է ամեն ինչ, էլի իր գործն է։ Աստված գործել է եւ շարունակում է գործել։ Աստված գործող էակ է։ Ու մարդուն էլ երբ որ ստեղծվեց, հիշում եք Ադամին երբ որ ստեղծեց, ինչ արեց, դրեց պարտեզում, որպեսզի ինչ անի, գործի։ Լսում եք։ Գործի։ Ես ու դու ստեղծվել ենք գործելու համար։ Ես ու դու չենք ստեղծվել Facebook-ում ամբողջ օրը անցկացնելու համար, Reels-եր նայելու համար, մեծ խոսալու համար, որ ես
որ ուզենայի սա կանեի, որ ուզենայի նա կդառնայի, ոչ ուզեցել ես, ոչ էլ կարող ես ուզենալ իրականում, որտեղ ուզենայիր կդառնայիր ու դու կանեիր։ Աստված չի ստեղծել մեզ խոսելու համար, Աստված ստեղծել է մեզ գործելու համար։ Ցույց տուր ով ես քո գործերից այրում եւ ոչ թե ինչը դու քո մասին կարծիք ունես, ինչը դու մեծ խոսում ես քո մասին։ Եվ Աստված ինքը գիտի ինչա գործում։ Գործքի 15-18-ում են կարդում, որ Աստծուն հայտնի են բոլոր իր գործերը աշխարհից սկսած, արարչագործությունից սկսած։ Աստված նախապես գիտի ինչ անելու։ Ինքը գործում է, ունի իր գործերը, ինքը որոշել է այդ գործերը, նաև որոշել է իմ ու քո գործերը։ Մենք ստեղծել են գործերի համար, որ Աստված պատրաստել է, նախորոք որոշել է այդ գործերը։ Այսինքն այսօր դու չենք ընտրում այդ գործերը իրականում։ Այդ գործերը արդեն ընտրված են։ Ու ինչ գործի մասն է խոսքը։ Գործը, որոնք մեր կյանքի մեջ է, կապված է այն ամենի հետ, ինչը մենք կանենք իր կամքի համեմատ, որտեղ լիքը մենք բաներ ենք անում, որ իր կամքի հետ կապ չունի, ու դրա համար որևէ արժեք չկա։ Դրանք կարող է լավ բաներ են, բայց դրա, քան որ իր կամքի մասը չի, իր մոտ դրա համար հատուկ վարձք չկա, տենց ասած, որտեղ եթե մեկ ինքը գործ է որոշել, նշանակում է նաև գնահատում է որոշել, չէ, նաև գնահատման պատճառով ինչ-որ վերաբերմունք կա։ Եվ որ մենք կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, համաձայն 2 Կորինթացիների 5:10-ի, որ ամենքս պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ։ Ամենքս, ոչ թե ամենքը, դա ոչ թե վերջի դատաստանի մասնախոսքը, այլ մեր հավատացյալների մասնախոսքը։ Մենք պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ եւ պիտի ստանանք համապատասխան այն ամենի, ինչ գործել ենք, բարի թե չար։ Չի ասում համաձայն մեր հավատքի, այլ համաձայն մեր գործերի։ Որտեղ հավատքը չի ամենակարևորը։ Իսկ այսօր ցավոք քարոզումը հավատքը ամենակարևորն է։ Հավատքը չի, սերն է ամենակարևորը։ Երեքը կա, հավատք, հույս, սեր, եւ սրանցից ամենակարևորը սերն է, հավատքը չի։ Ու սերը միայն հնարավոր է դրսևորել։ Սերը մենակ ցույց տալով է, սերը որևէ ուրիշ ձևի ես չեմ հասկանա, որ դու սիրում ես ինձ, եթե դու դա ցույց չես տալիս։ Համաձայն եք։ Սերը ինչ ինչ քո մեջ դու ունես, սերը ինչ որ դու դրսևորում ես։ Ու հենց այդ գործերը Աստված սիրեց մեզ, չէ, եւ մեզ գործեր պատրաստեց, դրանք սիրո գործեր են։ Դա Աստծո սիրո գործերն են։ Ու մենք այդ գործերի համեմատ ենք։ Եվ դրա համար էլ շնորհք է տրվելու մեզ։ Ում շատ տրվեց, շատ գործ ակնկալվում, ում քիչ տրվեց, քիչ ակ, մեկին շատ, մեկին քիչ։ Հիսուսի առակներում անդադար տեսնում ենք տարբեր մնացներ, տարբեր մարդկանց, չէ, տարբեր տաղանդներ, տարբեր մարդկանց։ Միտեղ 5, 10, միտեղ 10, 5, 1, միտեղ 5, 2, 1, չէ, տարբեր են։ Բոլորից տարբեր շնորհք է տրված։ Բայց ակնկալում է, որ շնորհքի համեմատ բոլորս պիտի գործենք։ Մի օր բոլորս կկանգնենք ու Տերը քեզ կհարցնի, ինչ ես արել այն շնորհքով, որ ես քեզ տվել եմ։ Հարցնելու է։ Հավատացեք հարցնելու, ասելա որ հարցնելու է։ Մի քանի տեղ ասել անգամ։ Ու եթե ասելա լուրջ է ինքը դրա համար։ Ինքը ակնկալում է մեր գործը։ Ինչ գործի մասնախոսքը։ Եթե մի բան Աստված ակնկալում է, որ մենք գործենք, ինքը պետք է ապահովված լինի դա մեր համար։ Հնարավորությունը պետք է ապահովի։ Դա նույնն է, երբ որ Փարավոնը հիշում եք, հրեաներին ասեց, «Էլ ձեզ հարթ չենք տալու, գնացեք դուք ինքներդ ճարեք, սարքեք աղյուսները։ Աղյուսների քանակը չեն պակասեցնի, բայց պահանջը մնում է նույնը։ Դուք գնացեք ճարեք միջոցները, դուք սարքեք»։ Դա անարդար էր, անազնիվ էր, չար էր, ու միթե Աստված էլ է այդ կերպ։ Պահանջում է մի բան, ինչ ինքը չի ապահովում։ Եթե ինքը գործեր է տվել մեզ, նախապես որոշել, այդ նշանակում է ինքը նաև նախապես որոշել է ինչպես է, մեզ հանդերձավորել է։ Դրա համար մեզ Քրիստոսի մեջ տրվել են ինչեր, պարգևներ եւ կոչումներ, որպեսզի դու գործես իր կամքը, քեզ շնորհք, պարգև,
կոչում է տրված։ Դա քո գործի մասն է։ Տվել է, որ դու գործես։ Մեկին քարոզել, մեկին փառաբանել, մեկին մունատ, չէ, մունատը պարգև չի։ Բայց շատերը հավատում են իրանց պարգևն է այդ։ Այն ինչը 4:16 Եփեսացիների ասում է, որ ամեն մասի ներգործումով աճեցում է տալիս մարմին սիրով։ Քո պարգևը պետք է, քո գործը պետք է, որ եկեղեցին աճի։ Պետք չի մենակ քննադատել ես ինչը չկա, այն ինչը չկա։ Ինչ ունես դնելու, արի դիր։ Ինչա քեզ տվել Աստված։ Արի դրանով գործի իր փառքյա։ Մի օր կանգնելու ես մեկը օքեյ, մենք մի կերպ յոլա կգնանք առանց քեզ։ Չենք մեռնի։ Չի քանդվի եկեղեցին։ Բայց մի օր դու կանգնես, Տերը կասի ուրա։ Իմ տվածի արդյունքը ուրա։ Այդ որ թաշկինակում պահել ես ու թաղել ես հողի տակ, ինձ պետք չէ, իմս իմն էր էլի։ Ելքի քեզ տալիս, որ դու պահեիր, ես քեզնից լավ կպահեի, ոչ թե թաշկինակում հողի տակ։ Ես քեզ տվել եմ, որ գործածես, որ գործես, որ գաս իմ մոտ, ասես Տեր, քո տաղանդը տես ինչ արդյունք է տվել։ Դες ես ինչ եմ արել քո համար, քո տված շնորհքով ես քեզ ոնց եմ ծառայել։ Քո շնորհքը քո գործն է որոշված։ Աստված քեզ շնորհք է տվել, որպեսզի դու գործես։ Անհոգ մի եղի։ Եկեղեցում տեղ շատ կա գործելու։ Հավատացեք, լիքը տեղ կա։ Տեխնիկական ծառայության համար, խոսքի ծառայության համար։ Հիմա մանավանդ մեդիա դաշտի մեջ, հա, մենք կարիք ունենք մեզ եկեղեցին ճիշտ ու լավ ներկայացնի ճշմարտությունը մեդիա դաշտում։ Մենք կաղում ենք այդտեղ։ Որտեղ են պարգևներ, որ տվել է Աստված, նստարաններում են, ոչ թե գործի մեջ են։ Էլ ինչ է տվել Աստված քեզ։ Աստված որոշել է քո սեռը։ Դու չես ընտրել իրան։ Աստված է ընտրել։ Քո սեռը նշանակում է քո դերը, դիրքը ընտանիքում, հարաբերության մեջ, հասարակության մեջ։ Դրա համար 5-րդ գլխում մեծ ուշադրություն կա ընտանիքի հարաբերությանը, ամուսին-կին հարաբերությանը, ծնող երեխա հարաբերությանը։ Դա քո գործն է, գիտես։ Իմ մեկի համար դա բնական ինչ-որ բան է, դե մարդենք պետք է ամուսնանանք, ընտանիք ունենանք, քո համար քո գործն է քո ընտանիքը։ Քո ծառայության տեղն է։ Այն բարի գործն է, որտեվ ընտանիքի մեջ դու դրսևորում ես այն ինչ որ Աստծո մեջ կա, անտեսանելի երրորդությունը դրսևորում է տեսանելի ընտանիքով։ Կարող ես պատկերացնել ինչ կարևոր բան է քո ընտանիքը։ Երրորդությունը կռվ են անում, այդ ինչա, ոնց է, հեսա։ Ամուսիններ, որոնք սիրում են իրար, հոգ են տանում իրար համար եւ երեխաներ ունեն, որոնց մեծացնում են սիրո հոգատարության մեջ իրենց պարգևների կոչ։ Երրորդության պատկերն է դա։ Աստծո արչագործության պատկերն է։ Ու Պողոսը դրա համար միայն Եփեսացիներին ասում ամուսնությունը, որ այրը պետք է թողնի հորն ու մորը զուտ տղամարդկանց պատասխանատվության մասին չի, այլ Քրիստոսի հարսի իր եկեղեցու նկարագիրն է։ Դա իմ ու քո գործն է նաև։ Մեր աշխատանքային գործունեությունը 5-ի մեջ նաև խոսում է Պողոս 5-րդ գլխում նաև խոսում է տերերին ինչպես վերաբերվեն ծառաներին, ծառաները տերերին։ Ինչ է Պողոսի դարդը ու ցավը կտրվել էր, որոշում էր աշխատանքային էթիկան ինչպիսի պետք է լինի։ Դա գործի մասն է դրսևորելու, որտեվ ասում են նաև տերեր ձեր ծառաներին, չէ, արդարություն արեք եւ որ իմանալու դուք էլ տեր ունեք երկնքում։ Ոնց որ ինչպես ես վերաբերվում եմ իմ աշխատողին, դա պետքա ցուցաբերի ինչպես է Աստված ինձ վերաբերվում։ Ես որպես իր գործավոր ինչպես եմ հավատում Աստված ինձ վերաբերվում է։ Իմ վերաբերմունքը խոսում է իմ հավատքի թե ինչպես եմ հավատում Աստված ինձ է վերաբերվում։ Իմ ու Աստծո հարաբերության մասն է խոսում, իմ ու իմ ենթականների հարաբերությունը։ Ինչպիսի ղեկավար ես, ճնշում ես, կայանում ես իրանց վրա, թե եթե տենց որ հավատում ես, Տերն էլ քեզ այդպես անում։ Ճնշում է քեզ, կայանում է քո վրա, հա, նվաստացնում է քեզ, ցավացնում է քեզ, թե հակառակը
քեզ զարգացնում է, բարձրացնում է, մեծացնում, խրատում է, չէ՞, ծերես չի տալիս քեզ։ Բայց միևնույն ժամանակ զարգացնում է քեզ։ Լավագույնն է անում քեզ, ապահովում քո համար։ Ինչպիսին ես որպես ղեկավար։ Ինչպիսին ես որպես աշխատող, հավատարիմ, նվիրված, որտեվ ոչ թե քո գործատիրոջն ես տեսնում որպես քո տեր, այլ տեսնում ես Տիրոջը Աստծուն որպես քո տեր։ Ինքն է քեզ գործ տվել, դու իր գործավորն ես։ Քո աշխատավարձը ինքն է որոշել, քո հիպոթեկը բանկն է որոշել, բայց քո աշխատավարձը Տերն է որոշել։ Ինչպիսին ես որպես մարդ, որպես հարևան, Կողոսացիներում ասում է դրսիների հետ իմաստության վարվելով, ձեր խոսքը որպես թե աղով համովցած, շնորհքով համովացած լինի, չէ՞, բարի համբավ ունենալու, ինչպիսի հարևան ես։ Օրինակ, երբ որ ինչ-որ մեկին հանդիպում ենք ինչ-որ մի միջավայրում անծանոթ առաջի անգամ, ու մեկը պարզում է ընդհանուր ծանոթ ունենք, ես չեմ շտապում ասեմ ճանաչում եմ այդ մարդուն կամ այդ մարդը մեր եկեղեցուցա։ Հələ սպասում եմ, տեսեմ լավ, որպես լավ գիտի թե չէ։ Որ ասում եմ, այ լավ մարդ է, ասում մեր եկեղեցուցա։ Մի անգամից։ Բայց մեկը ասում է, գիտեք ինչ բանի մեկ, ասում եմ, ինչ կասեք իրան, ասում եմ ինֆորմացիա հավաքել։ Ինչու՞ մա ձեր բողոքը ասենք։ Ոչ թե որ ինչ վատ բան իմանամ իմ անդամի մասին, այլ ինչով պիտի ծառայեմ իրան։ Որովհետև նպատակը նվաստացնումը, ցածրացումը չի։ Բայց ուղղակի տեղ կա 30 պարզ անում քո անդամը, տեղ կա հակառակը։ Ոչ միայն քո անդամը, ընդհանրապես ցանկացած եկեղեցու անդամ։ Ես ասում ցավ է, որ լսում եմ ինչ-որ հավատացյալի համար իր ծանոթ բարեկամ կամ հարևան բացական են խոսում։ Տեղ կա, այո, բացական են խոսում, որտեվ ճիշտը ինքն է, հա, արդարության մեջ է, մաքրության մեջ է եւ այլն։ Բայց տեղ կա, որ հիմնականում անհավատներն են ճիշտ եւ ինքը սխալ է։ Դավար Պողոս ասում է ձեր վարքը հետանոցների մեջ ճիշտ պահելով։ Եփսացների նամակը պատերազմի նամակ է։ Պատերազմը մենակ այն չի, որ ինչ-որ հոգեվոր թրեր շարժենք։ Ճիշտ գործը, քո ընտանիքը, քո ծառայությունը, քո հարևանությունը, ինքը պատերազմի մաս է։ Աղոթքը։ Պողոսը երկու բան է հակադրում. հայտնությունը հոգու ու կյանքը հայտնությունով Սուրբ Հոգու։ Մշակույթը աշխարհը, որը ապրում է, կոնկրետ երբ ես ասում եմ այդպիսին է փիլիսոփայական այդ միջավայրներ, մեծամիտների, կրթվածներ եւ այլն, հիմնական քրիստոնյաները սկզբից այդ խավից չէին, չէ՞, հիմնական քրիստոնյաները գալիս են ցածր խավերից։ Որ ցածր խավերին Աստված տալիս էր իր հայտնության հոգին՝ ի տարբերություն այդ բարձր խավերի կրթվածության եւ այլնի։ Եվ երկրորդ հոգեվոր պայքարը հոգու աղոթքի միջոցով։ Այսօր երկուսն էլ կարող է եկեղեցում հոգու հայտնությունը ու հոգու աղոթքը, պայքարի հոգին, պայքարի աղոթքը, բարեխոսությունը։ Այն ոլորտների թիրախավորումը, որ թշնամին է թիրախավորել, փոխանակ մենք թիրախավորենք։ Ու թույլ ենք տալիս, որ մեզ հավաքվենք, իրար հետ աղոթեցինք, ամեն ինչ լավ է, ու գնացինք, մոռացանք, որ մենք պայքարի մեջ ենք գնում։ Այնտեղ էս պատերից դուրս հոգևոր պատերազմ կա, իմ ու քո համար, իմ ու քո ընտանիքների համար, իմ ու քո բարեկեցության համար, հոգևոր եւ մենտալ առողջության համար, մեր հասարակության համար։ Մենք մոռանում ենք, որ մենք կանչվել ենք հաղթելու, որտեղ մեր Տերը հաղթող է։ Եկեք կանգնենք իր առաջ։ Եթե թշնամին մի ճանապարհ ունի, խոստում ասում էր, եթե գա մի ճանապարհով 10-ով պիտի փախնի, ձեզից մեկը 1000-ի, երկուսը 10,000-ին է հաղթելու։ Մենք առավելությունը մեր ձեռքն է, բայց եթե չենք օգտվում այդ առավելությունից, մենք տալիս ենք թշնամուն այդ առավելությունը։ Գիտեք, մենակ Դավիթն էր, որ կարող էր Գողիաթին տապալել, ցանկացած հրեա իսրայելացի կարող էր այդ Գողիաթին տապալել, ցանկացած մեկը կարող էր, բայց ցանկացած մեկը չուներ այդ նախանձավորություն ու հավատքը, որ ինքը կարող է, որ Աստված այդքան մեծ է, որ Գողիաթը ոչ թե իր դեմ է եկել, Իսրայելի դեմ է եկել, Աստծո դեմ է եկել։ Ու Դավիթը հետ ասեց, դու գիտես ում դեմ ես դուրս եկել,
Դու կենթանի Աստծո դեմ ես դուրս եկել, այ ոչնչություն։ Եկեք ոչնչացնենք այդ ոչնչությունը։ Անխնալն ենք մեր կյանքում։ Մեր աղոթների մեջ, մեր ընտանիքների համար, երեխաների համար, եկեղեցու համար։ Գտիր քո տեղը, քո ծառայությունը, քո տեղը բանակում։ Նամակը սկսում է սիրուն ընտանեկան խոսքով, մենք իր ընտանիքն ենք, մենք իր տաճարն ենք, վերջանում է մենք իր բանակն ենք։ Եկեք լինենք այդ բանակը, պատերազմող բանակը։ Աղոթքի մեջ, նպատակամղված, ուժեղ լինելով, իր կամքը կանչելով, իր կամքը հռչակելով։